Գրովերի փնտրման ալգորիթմը search ալգորիթմը ինքը շատ տարածված, շատ ֆունդամենտալ այն առումով, որ քվանտային համակարգերի մասին խոսելուց ասում են, որ գոյություն ունի Գրովերի ալգորիթմ, որը փնտրումը search-ը արագացնում է, շորի ալգորիթմն էլ ֆակտորիզացիայի եւ security խնդիրը լուծում, որը մենք կանցնենք, ինչը Գրովերի փնտրման ալգորիթմ ակադեմիական առումով, պարզեցրած առումով։ Եկեք սահմանենք։ Ենթադրենք ունենք տվյալների բազա կամ տվյալների կույտ, կարճ ասած սորտավորված տվյալների խումբ։ Վեկտոր կլինի, մատրիցա կլինի, ցանկացած սետ կլինի, բազմություն կլինի, չսորտավորված։ Ընդհանրապես մենք պայմանավորվենք, որ տվյալները կարող ես վեկտորով ներկայացնել, մատրիցայով, եւ սորտավորման դեպքում մենք ասենք սա ըստ աճման collection-ներում է պետք գալիս նվազման եւ այդ դեպքում սորտավորվածի դեպքում search-ը ավելի դժվար է, այսինքն փնտրումը չսորտավորվածում։ Հենց սա շատ դժվար խնդիր է եւ ընդհանրապես բոլոր ալգորիթմները, որոնք որ search են անում, փնտրում են, նախորոք սորտավորելը շատ մեծ տեղագրում, մանավանդ բոլոր database-երը հենց սորտավորված էլ ապրում են։ Դրա համար այդ ալգորիթմը այդ ձևով աշխատում է։ Դոչա Գրովերն ասում է, որ ունենք բազմություն, թող լինի վեկտոր, եւ ստեղ էլեմենտներ, որոնք սորտավորված չեն ըստ որևէ չափորոշիչի, ասենք եթե թիվը 5 -1 10 սորտավորված։ Եթե query բազմություն է 1 2 3 4 A1 AN որևէ չափորոշիչով իրանք խառը լցված են, ու վեկտոր ավելի հասկանալի է։ Խոսքը վերաբերում է չսորտավորված տվյալների հետ աշխատելուց, ինչ ալգորիթմ կիրառենք, որ արագացում ապահովի, հեշտ գտնի։ Բանից պարզվում է, մեզ մոտ եթե դուք ունեք չսորտավորված, ուրեմն տվյալների կույտ, խումբ, այսինքն տվյալների բազա, այդպես էլ կարող ենք նշել, ապա մեզ կլասիկայում պետք է O նշանակում է բարդություն, O(n)-ը նշանակում է ինչքան էլեմենտները n-ը շատանում է, ժամանակը գծային է շատանում։ Հիմա ցուցադրեմ։ Մենք sense գրաֆիկա անցել ենք C#-ից գծային։ Ենթադրենք n-ը ստեղ ենք վերցնում, t-ն էլ ստեղ ենք, ժամանակն էլ ստեղ ենք վերցնում։ Ստացվում է, որքան 1000 կետի համար, այսքան վայրկյան 10000, ասենք գծայինը սա կոչվում է O(n)։ Գծային բարդությունը էլի լավ չի։ Մենք բարդությունների տեսակները կարող ենք հենց հիմա նշել, օրինակ ֆակտորիալ, էքսպոնենցիալ, այսինքն 2-ի n աշճան, էլ չեմ ասում n ֆակտորիալ, սրանք ահռելի դժվար են, էքսպոնենցիալ կարգի են, նույնիսկ կա այսպիսի անցում, սա ասենք x կամ n 3 աշճան են, 2 աշճան, աշճանային են, բայց էլի բարդանում են, գնում են վերև, այսինքն այս կորերից մենք փախնում ենք, չենք ուզում այս կորը, չենք ուզում, նույնիսկ սա չենք ուզում, մեզ մոտ գոնե գծային լինի տարբերակն է եւ հիմնական collection-ներում այդպես էլ կա, գծայինին են վերածում շատ դեպքերում, բայց այնտեղ կա այսպիսի գիծ, եկեք ուրիշով անեմ, ուրիշ գույնով, որ ուղղակի տարբերվեն, ասենք դեղինով, այս սրանք ընդունելիներն են, ասենք լոգարիթմ n, O բարդություն, սա կորա, որը որ collection-ները եւ ընդհանրապես ցանկացած բարդ խնդիր լուծելի հաշվարկի հետ կապված, n-ի հետ կապված երազելի են։ N լոգարիթմ n էլ կա, ասինքն O n լոգարիթմ n, դա էլ կա, հիմա չենք խառնում այդտեղ չենք խառնում։ Մեզ մոտ, ես չգիտեմ ինքը որտեղ է գտնվում, սակայն Գրովերի ալգորիթմը ասում է, որ եթե դուք ունեք այդպիսի խառը բազա կամ տվյալներ, որը որ O(n) ժամանակում է լուծում կլասիկ կոմպյուտերը, մենք քվանտայինով կլուծենք քառակուսի արմատով, հոյակապ լուծում։ Դուք չեք պատկերացնում ինչ զելի է ցանկացած ինժեներային տեխնոլոգիաներով։ Այդ գծագիրը մենք հիմա փորձենք նշել, որևէ գույնով կարևոր չի։ Խնդրեմ, ես ճիշտն ասած չգիտեմ կորը որտեղ է գտնվում, եթե անեմ սխալ կլինի թե չէ, դժվարանում եմ, ենթադրենք այստեղ է գտնվում։ Այսինքն
քառակուսի արմատ n o այս տեսակետից նայենք, այսինքն բարդության աստիճանը o это անունն է o, նույնիսկ եկեք դնեմ այս հավաքածուները, որ չմոռանաք։ Բարդության աստիճանը քառակուսի արմատ n է, հոյակապ է, դա շատ հզոր կրճատում է, եւ եթե ասենք մեր գծագիրը ցույց տվեցինք նոր այս ձևով, մի այլ գույնով ես տեսություն, այսինքն ենթադրաբար, չգիտեմ այս կորերից որն է, ենթադրենք սա է, լոգարիթմին մոտիկ է, սա արդեն շատ հզոր ընդունելի կիրառական պոլինոմիալ ժամանակում լուծվող, պոլինոմիալ նշանակում է, որ ժամանակակից կոմպյուտերները հաշվարկող կարան լուծեն, եթե պոլինոմիալ չի խնդիրը էքսպոնենցիալ է ժամանակակից կոմպյուտերները չեն լուծում, էքսպոնենցիալ խնդիրների բազմություն, խնդրեմ, շախմատից սկսած կամ մի վոյաժորից վերջացրած, եւ քվանտային կոմպյուտերների ամբողջ իմաստը, որպեսզի այս տիրույթում գտնվող ծրագրերը կամ խնդիրները ծրագրավորել եւ բերել մեր դաշտը, բերել լուծման դաշտ, այդ լուծման դաշտն էլ մի քիչ առաջ ցույց տվեցի, որևէ գույնով էլ կցույց տամ ու դրանով կվերջացնենք, այս մասը կվերջացնենք, բեք բերենք գոնե այս դաշտը, մենք քվանտները բերում ենք այս դաշտը, որ կարողանանք լուծում ստանալ, որտեղ այս դաշտում արդեն կլասիկները ահագին լուծումներ ունենք։ Հիմա ուրեմն Գրովերն ասում է, որ ես այսպիսի հնարավորություն եմ ձեզ ցույց տալիս, հիմա մենք այդ ալգորիթմը կուսումնասիրենք։ Ու մաթեմատիկա կա, ինչն է լավացնում, ուրեմն գծային բարդությունը համարվում սա, արդեն տեղյակ ենք, չեմ ուզում ասեմ, ալգորիթմներից բոլորը տեղյակ են, ամպլիտուդները ուժեղացնելու տեխնոլոգիան է։ Մենք դրա մասին արդեն վերևները ասացինք, իման ուժեղացնում ենք, իման թույլացնում ենք, բայց այս ծրագիրը դրանով է լավ։ Ինքը ստեղծում է, ուրեմն դա superposition կամ զուգահեռության ապահովման տեխնոլոգիա գեյթերով, սկսում է գեյթերը չքանդած ամպլիտուդներ ուժեղացնել մինչև ուր, մինչև որ լուծումը մեզ ձեռք կտա եւ կչափենք։ Այսինքն անընդհատ բայց դեկոգերենտություն կա, այդ ենթադրենք 100 քյուբիտ է, այդ 100 քյուբիտները շատ հզոր գտնվում են կարճ ասած վնասվելու, կոգերենտությունը հանելու, աղմուկներից, իրանց վիճակը անցնելուց, մենք անցել ենք քվանտովի էրորներ, այսինքն բաները, սխալներ ուղղելու տեխնոլոգիաներ, դրա համար քյուբիտները շատացնում ենք եւ այլն, կամ հիմա ինչ եմ ուզում ասել։ Մենք այդ խառնաշփոթ անհասկանալի վիճակը կարող ենք ինչքան շատ պահենք, այնքան լավ։ Օրինակ իոնների վրա կոմպյուտերների, քվանտային կոմպյուտերները ավելի երկար են ապրում։ Ասենք տոպոլոգիայի վրա գտնվողները միլիսեկունդ, միկրոսեկունդներ են, որ շատ դժվար է։ Տարբեր տեխնոլոգներ, տարբեր ֆիրմաներ, տարբեր միլիարդներ են ներառում այդտեղ։ Ինչևից է, ահա մենք մի հատ գաղափար հենց հիմա պետք է շոշափենք, ամպլիտուդը ուժեղացնելով լավ լուծումին դոլբի ենք անում, սա երաժշտությունից է գալիս այս բառը, լավացնում ենք, շատացնում ենք։ Ուրեմն ամպլիտուդը լավ լուծումների հավանականությունը մեծացնում ենք, վատ լուծումներինը կամ ոչ մեր ուզած լուծումները պետք է իջացնենք, մարենք ինտերֆերենցիայի կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ տեխնոլոգիան անցել չմոռանանք, կոնստրուկտիվ տեխնոլոգիան ալիքները գումարվում են, մենք պետք է այդ ալիքի մեջ դնենք այդ նավը, այդ ալիքի մեջ դնենք մեր լուծումը, ինչքան կարողանանք այդ ալիքը բարձրացնենք այնքան մեծության, որ աշխարհում ինչ էլ քանդվի, այդ ալիքի վրա կանգնած նավը չքանդվի։ Եվ հակառակը, վատ լուծումներում սարքում ենք մակերես, զրո, այդ ծովը, որ լրիվ հարթ է, այդ դեկոգեն կոչվում է ինտերֆերենցիայի կոնստրուկտիվ եւ դեստրուկտիվ մարում։ Ինչևից է եւս մի անգամ ամպլիտուդը ուժեղացնելու տեխնոլոգիան է այստեղ դրած, նրանք հավանականություններ են եւ զուգահեռ են աշխատում, ամոթ է դրա մասին խոսելը։ Հիմա փորձենք Գրովերի ալգորիթմը փորձարկել 2 քյուբիտի վրա, հետո 3 քյուբիտի վրա եւ ստեցություն անել։ 3 քյուբիտը տնային եմ հիմնականում տալիս, 2-ը ապացուցված գեղեցիկ ձևով կգնա։ Նախապատրաստում ենք, եկեք ալգորիթմը ասեմ, այստեղ ֆունկցիաներ կա կամ ֆորմուլաներ կա, չվախենալ։ Մենք նախապատրաստում ենք սուպերպոզիցիա ենք դնում, եթե տվյալների բազան ունի n տար, ապա
n քյուբիտից բաղկացած մեզ ռեգիստր է պետք։ Եթե մեր ասենք եթե մեր բազան միլիարդ է կամ միլիարդ չէ մեծ քանակություն է, ապա երկուսի որ աստիճանն է դրան գալի ու ստացվում է որ ես n քյուբիտ պետք է լինի, այսինքն ասենք 64 քյուբիտ, 100 քյուբիտ, երկուսի 100 աստիճանը կլուծի մեծ քանակով կարճ ասած բազայի հետ կաշխատի։ Ինչևից է ֆորմուլան այստեղ նշված է, մենք n քյուբիտից պետք է ստանանք ռեգիստր 0,1-երի խումբ, մի նախորդ դասին եմ ասել, եւ այդ դեպքում n տարերը շատ մեծ թիվ են կազմում, 55, 6, 7, 8-ից հետո երկուսի n աստիճանը այլ կլասիկ կոմպյուտերների սուպերները չեն կարողանում լուծել։ Իրա մաթեմատիկական ֆորմուլներով կան, սա է, չխառնվենք, սա կոչվում է սուպեր դիրք, սա կոչվում է իր ամպլիտուդներով եւ այլն իր կիրառություններով, մենք որոշել ենք որ սուպերպոզիցիա ենք ստեղծում կամ քվանտային վիճակ, այդպես ենք անում։ Oracle, սա մեզ սև արկղն է, Deutsche ալգորիթմ ասենք որ սև արկղ է, իսկ երբեմն կասեմ Oracle։ Կարճած որտեղ որ քվանտային գեյթեր են աշխատում, քվանտային հրաշքն է աշխատում, ասենք քվանտային անհասկանալի կլասիկի տեսակետից, բայց մի քիչ որ դուք զբաղվեք իրանով, ձեզ համար կլասիկան սա է դառնալ, այնքան հեշտ է լինելու։ Ուղղակի հավանականությունից մի վախեցեք, շեշտեք լավ բաները, հանեք վատերը, ինքը լուծումը տալու է։ Ինչ անենք, որ կոնկրետ այդ գեյթը ինքը մեկը հավանականային է նախորդ սխեմայում, ես ձեզ ցույց տվեցի։ Պարզ է fx ֆունկցիայի Oracle fx ֆունկցիա, եթե x-ը ցանկալի տարն է եւ 0 կվերադառնի, մեզ մոտ կարճ ասած մենք կղեկավարենք իրան 0,1, 0,1, միշտ 0, վատերը 0 թող վերադառնի մեր ֆունկցիոնալ մասը Oracle-ը, այսինքն մեր առակուլան, եթե ռուսերեն ասենք, կարճ ասած այդ գործողությունը կանցնի։ Մենք պետքա փոխենք ամպլիտուդի նշանը, ֆորմուլան կա, չենք խորանում։ Մինուսի դեպքում մենք ամպլիտուդի միտեղ պետքա ֆազային շեղում տանք, ամպլիտուդի նշանը այդ քվանտային իրավիճակում փոխենք, սա ընդունում ենք, որ մաթեմատիկները մեզ պարգևատրել են։ Մաթեմատիկները մեզ տալիս են, այդ մասնակետին ճիշտն ասած, հեչ էլ պետք չի, այսպես, բայց չէ, պետք է։ Այդքան պետք չի, այդքան մի խորացեք այդ մաթեմատիկան, ավելի լավ է ստացեք խնդիրները, ստացեք կոմպյուտերը, ալգորիթմները եւ վերացեք բարդ խնդիրը լուծելի լավագույն խնդրի։ Ամպլիտուդի ուժեղացումը անուն ենք դրել, շատ գեղեցիկ անուն է ստացել ինքը, կոչվում է դիֆուզիոն օպերատոր, սա խումբ է, սա գեյթերի խումբ է։ Եթե ես նույնիսկ այստեղ ցույց տամ, այսա դիֆուզիոն օպերատոր է, որը որ ցուցադրված է hx control, ասենք z է գալիս, այդպիսի հրաման գոյություն ունի, վերջում չափագրումն է գալիս կամ չափում։ Սխեման կա, հիմա ինչն է հետաքրքիր։ Ինչ հարթականությամբ պետք է կատարենք։ Մի քիչ առաջ ասենք, Ադամարը պարտադիր է սուպերպոզիցիան, որ ինքը մտնի քվանտային վիճակ, կիրառել ֆազային փուլ, սա շատ կարևոր է։ Մեզ պետք է 0-ն սարքել մինուս 0-ն, x-ը թողել նույնը։ Մաթեմատիկներին շնորհակալություն, ոչ մի խնդիր։ Կրկին կիրառել Ադամարը, այսինքն մենք ունենք քվանտային կոմպյուտերի ֆունկցիոնալ մաս, որը որ անունը դնենք Oracle, առակուլա, ուշեմ հրաշքային անհասկանալի մարդ, որը որ լուծումը մեջտեղը չի երևում, անպայման մենակ վերջում այն էլ կլասիկ ձևը։ Կրկնություն ենք անում, n տարերի քանակ եմ լուծման համար, այսա անպայման խնդրից կախված պետք է լուծել։ Նշեցի, որ եթե լուծումները սենց է, տվյալ լավ լուծումը պետք է ուժեղացնել, վատ լուծումները մարել։ Դա կատարվում է ֆազային շեղումով, դա կատարվում է գեցերով եւ այլն։ Հիմնականում ֆորմուլան այստեղ է գտնվում։ Ցանի անգամ ասում է, եթե ունեք n տարերի քանակ, օրինակ մեզ մոտ ենթադրենք 3 բիթա քյուբիտ եւ լուծումների քանակ, ենթադրենք մենք մի լուծում ունենք, այդպես էլ կա։ Ենթադրենք 3 քյուբիտից ուզում եք ընտրեք 1,01-ը։ Ապա այս ֆորմուլան ասում է, այստեղ գրած է, ըստ ֆորմուլայի ամպլիտուդը պետք է մեծացնել, մաքսիմացնել, այսինքն մեծացնել, իրան փորձել մաքսիմալ ստանալ, որքան կարող եք կարճ ասած մեծացնել։ Այդ ֆորմուլայի մեջ դնելով 2,2 է ստացվում, այսինքն ստացումը 2 անգամ մեծացնելով, 2 անգամ առակուլան աշխատացնելով,
Այդ առակուլա ծրագիրը 3 քյուբիտի համար բավական է։ 1-2 քյուբիտի համար բացարձակ մեկն էլ է բավական, մեր օրինակը հենց այդպես էլ կա։ 1 քյուբիտի համար ինքը արդեն օրիգինալ լուծումը ստացվում է։ Ինչևից է։ Այս ֆորմուլան հիշեք կարևոր է։ ԵՒը միշտ 1 կլինի, եթե մի ռեզալտ է, մի հատ որոշում է, չափումը անում ենք եւ դրանով վերջացնում ենք։ Օրինակը հիմա փորձենք կատարել, մի որևէ օրինակի վրա կխոսենք։ Ուրեմն սկզբնական վիճակը, խնդրեմ, կվանտային վիճակ ենք ստեղծում 2 քյուբիտի օրինակ։ Եթե ունենք 2 քյուբիտ, ապա նա 4 վիճակ ունի։ Մենք պետքա կարողանանք մեր ուզած search-ը լուծում ենք ման գալի, ոչ թե Deutsche ալգորիթմնա 1 վերադարձնի թե 0։ Մենք ենթադրենք ուզում ենք տեսնենք 1-0-ն որերորդն է կամ կա թե չկա, հայտնաբերեց թե չէ։ Փնտրման ալգորիթմի գլխավոր իմաստը դա է։ Կամ կա չկա, կամ փնտրել եւ ինդեքսը ասել։ Ուրեմն օրինակը 2 քյուբիտ, 4 վիճակ, մեր վեկտորը արդեն 4 վիճակ ունի, արդեն անցել ենք մաթեմատիկներին շնորհակալություն, որ այս ֆորմուլա ստացել են, եւ բլոկի սևերայով մենք սա տեսնում ենք, այս պլյուսներն են, որ շատ կարեւոր են, շատ անցել ենք, բայց շատ անհասկանալի եղել։ Սրանց մինուս տալով ֆազային շեղում ենք անում եւ այդ ոչ միայն զուգահեռ է ինքը, լավ լուծումը, որը որ ձեզ ձեռ է տալիս, մինուսի տակ դրեք։ Չեմ կարող բացատրել հիմա։ Մինուսի տակ դրեք։ Օրինակ, եթե ես ունեմ sense քվանտային վիճակ եւ ուզում եմ 1-1-ը փնտրել, շնորհակալություն էլի մաթեմատիկներին, որոնք ֆորմուլայով են դասնանում։ Ես իրան դնում եմ մինուսի տակ։ Մինուսի տակ եմ դնում, որպիսի ֆազային շեղում, որը որ բանից բարձր մաթեմատիկորեն ապացուցվում է, որ ինքը ֆազան էզևի շեղումով այդ լուծումը դառնում է ավելի հավանական եւ ավելի հավանական։ Ահա է գլխավոր ֆորմուլան։ Այսինքն ֆազային շեղումը չմոռանաք, դել մնացած արդեն շատ եմ ասել։ Ինչ է կատարում։ Դիֆուզիոն օպերատորը, այս վերևը որ ասեցինք, վերևը կա։ Դիֆուզիոն օպերատորը գեյթերի խումբ է։ Եվ մեր օրինակում ինքը այս մեկը կփորձի ֆազային մինուս դնել եւ լավացնել։ Այսինքն առաջի կրծունիթով չափումը տալիս է 1-1։ Եթե մենք 2 գեյթով ենք աշխատում կամ 2 բիթով ենք աշխատում, հենց մի չափ հետո այս ծրագիրը կատարված է կարծակ 2 քյուբիտ 1 գրովեր փորձարկումով։ Մեզ այս ֆորմուլան պետք չի։ Այսինքն այս ֆորմուլայից չենք օգտվում։ Ինչու՞։ Քվանտային մեխանիկայի հիմքում է մաթեմատիկորեն ապացուցված է, որ ինքը ճիշտ արդյունքը տալիս է։ Երրորդից հետո սկսում է որոշ դժվարություններ եւ ընդեղ էլ կա հավանականություն։ Ինչևից է, եւ մեր օրակլը։ Ինչ ասում, Grover ալգորիթմը Q շարփով 2 բիտ, այսինքն 4 վիճակ բազայա, չկարգավորված թող լինի, 1 գրովերի փորձարկումով մենք մուտքին կտանք 1-1 ներողություն, ուզում ենք գտնել, ցանկանում ենք գտնել 1-1 կա թե չէ։ Ինքը մեզ կտա 1-1-ը գտավ թե չգտավ։ Ծրագիրը պետքա պարզ լինի բավարար չափով, որպեսզի ակադեմիական դասեր է սրանք, ակադեմիական բացատրությունները տեղի լինի։ Պրոֆեսիոնալ բացատրությունը ժամանակ է պահանջում, 8 ժամ մի փոքր հրամանի վրա պետքա աշխատել։ Ինչևից է։ Մենք օրակլ ունենք, մուտքն ասա, ինչ անում։ Եթե ես ուզում եմ Z ֆազային շեղում տամ Z, ինչ է նշանակում։ 0-1-ն եմ փնտրում, դե controller Z-ը կնայեք, կտեսնեք, Z-ը կրկնում է, այսինքն ես Q1, Q2-ը control Z-ով, այսինքն 1-ը տալով շրջվում է։ Կարճ ասած, մենք եթե պետք է 0-1 փնտրում, ապա մենք կատարում ենք այս շեղումը եւ խնդրեմ։ Եթե մեզ պետք լինի 1-1 շեղումը, այ տեսեք, մենք կատարենք սա։ Հիմա մեզ մոտ որ շեղումն է գալի, օրինակում տեսնենք։ Այստեղ քանի որ կոմենտ է, մենք այս շեղումը չենք անել։ Մենք օրինակում նշում ենք, այս ափսոս կարմիրով էի նշել, այստեղ չի երևում։ Մենք հիմա 1-1-ն ենք փնտրելու։ Այսինքն եթե control ես անում Z 0-1-ը, ինքը բացարձակ 1-1 է կանգնում։ Ինչ է ստացվում, որ ինքը Z0-ն, որը որ փորձում է control ֆազայա շեղում, այսինքն ինքը 1-ը կրկնում է, մինուսով, չմոռանանք։ Այստեղ շատ կարևոր է այս մինուսը։ Այս մինուսն ենք, մենք ուզում ենք այս մինուսի տեղը գտնենք։
Այս մինուսը ստանալու համար մենք 1-1-ը ստանում ենք եւ Ctrl Z-ը ֆազային շեղում է կատարում։ Այս մինուսը հենց մեր ամեն ինչն է։ Ինչևից է, ամփոփում։ Մենք հենց հիմա փնտրում ենք 1-1 կա թե չէ։ Entry point-ը մուտքն է եւ դրանով վերջանում է։ Փորձենք 2 qubit ենք ստանում։ Ուրեմն 2-ի վրա play to each նկմա 2-ի վրա կատարել superposition, որ 2 հրաման չգրենք։ Կիրառում ենք Oracle վիճակը, այսինքն գնում ենք Oracle, սա ասում է, որ ես ֆազային վիճակ եմ սարքում 1-1-ը, վերջ։ Ուզում ես ինձ 100 անգամ կանչի, ավելի լավ կսարքեմ։ Ուզում ես մի անգամ կանչի, եթե 2 qubit եք, ոչ մի խնդիր։ Եթե մեծ qubitներ են, քանակը պետք է շատացնել, որ այդ ֆազային շեղումը, որ մեր լուծումն է, սա մեր լուծումն է, սա մեր մինուսն է։ Այդ լուծումը շեշտվի, մեծ կրկնությունների դեպքում հավանականությունը այնքան սխալվելու փոքր կլինի, մեկ դա կա։ Կհասնի կլասիկին, 10-ի ոնց որ 2-ի 15 աշճան, 10-ի 15 թե չէ, 2-ի մինուս 15 աշճան, այդպեսի 2-ի այդքան աշճան է։ Կլասիկը էլի մեր հենց մեր կոմպյուտերը կարա հենց հիմա մի հատ 0-1 դառնա, հենց հիմա։ Այսինքն դա փորձարկում է կոնտրոլով էլի ուղում է։ Դե մենք չենք էլ զգում, որ այդ ուղումը եղավ։ Շատ վատ սխալները Windows error է տալի, մեկ էլ հոп Windows-ը թռավ։ Դա լինում է դեպքերն, դա կլասիկն էլ է 1-1-ին իրան վատանում, սկսած սառը պայմաններից եւ այլն։ Շատ լավ։ Oracle-ին կանչում ենք, մերը 1-1-ն է, այս սա ապահովա -1-1 քվանտային վիճակ եւ վերջապես մենք կատարում ենք այն, ինչը մեզ շատ պետք է գալիս։ Այսինքն դիֆուզիոն ենք օգտագործում, հատուկ արտացոլման մեթոդ, որը որ Oracle-ը 1-1-ը տվեց, շեշտեց -1-ը, հիմա այդ -1-ը մեր դիֆուզիոն ալգորիթմը կամ դիֆուզիոն մասը պետք է լուծի։ Դիֆուզիոն մասը կոնկրետ այս պարագայում ինչքան որքան գիտեմ, երևի սխեմայում էլ կա, ուրեմն h ենք անում, x ենք անում, Ctrl Z ենք անում, x h, մի հատ տեսնեմ սխեման կա թե չէ։ Խնդրեմ, h ենք անում, x ենք անում, Ctrl Z ենք անում, էլի x h։ Սա ֆազային, այստեղ գրած ադամար x, Ctrl Z, x ադամար, սա գեյթերի խումբ է, որը որ դիֆուզիա կատարում, անունն է դիֆուզիոն, չգիտեմ ինչու, այսինքն լավ լուծումը լավացնում է հնարավորին չափ շատ, վատ լուծումը մարում է։ Սա խումբ է հրամանների։ Ծրագրավորողը հենց սա պետք է տիրապետի։ Մանրանա մի քիչ էլ ասենք այնտեղ, որտեղ որ ասենք ցանկալի է, որպեսզի էությունը հասկանալ եւ մաթեմատիկա իմանալ, որտեղ հիմա ալգորիթմներում պետք է մաթեմատիկան գիտելիք ունենաք, ալգորիթմը ստեղծեք, հետո ծրագրավորեք։ Նայած ինչ խմբեր կստեղծվեն, չեմ կարող այդտեղ գործողություն ասել։ Վերջ։ Այսինքն ստացվում է սա դիֆուզիոն օգտագործումն է։ Մեկ դիֆուզիոն օգտագործումը բոլորի վրա գնում է, այսինքն ստացվում է, որ ես բոլորի վրա աշխատում եմ դիֆուզիա եմ կատարում, այդ բլոկ սխեման բոլորի համար նույնն է, այս 2 qubit-ի համար էլ նկարված է։ Չափում ենք արդյունքը, ոչ մի խնդիր։ Այսպեսի հրաման անցնելու ենք վեկտորից փոխված, վեկտորից ստանում է նոր վեկտոր, մի անդամ փոխված ու չափած։ Անցնելու ենք, դա հասկանալի է, վեկտորի սա հրաման է, ուրիշ ոչ մի բան։ Արդյունքը վերածում ենք բիթերի տողի եւ ուզում ենք տեսնենք 0 1-ա, 1 0-յա, 0 0-յա, թե եւ այլն, դրանով վերջացած։ Խնդրեմ, F5 Գրովերը գտավ փնտրվող 1-1 վիճակ, ուզում եք մի հատ էլ կանչել։ Փորձեք 100-ից ավել, տեսեք, եթե փոփոխություն ունի, տոկոս կունենա, բայց ինքը հավանականությունը որքան գիտեմ համարյա աբսոլյուտ է։ Ես փորձել եմ, երբեք ուրիշ արդյունք չի տվել։ Ֆազան աշխատեց։ Հիմա մի փոքր էլ օրինակ փոխենք։ Հիմա մենք փորձենք ոչ թե մուտքը տանք 1-1, իմ սկզբից էի ասում, կոմենտը չէի տեսել։ Սկզբից տանք 1-1, այլ տանք 0-1։ Հիմա փնտրվում է 0-1, որ խորանակ կտեսնեք, այս-ի մենք 0-1 ենք սարքում քվանտային վիճակ, բայց 0-1, բազիսային 0-1 վիճակ, փնտրում եմ քեզ, չեմ measurement չեմ տվել, չեմ չափել, դու պետքա փորձես ինքնաչափվես, խնդրեմ, աշխատացնում ենք, 0-1 եմ տվել, արդյոք ինքը կգտնի Քառակուսի արմատ n-ով 0-1-ը, թե ոչ,
Տեսնենք, էմուլյացիա գնում parza, տեսեք, գտավ գրովերը փնտրվող վիճակը գտավ 0.1, մի հատ էլ փորձենք, էսի չգիտեմ ինչ եկավ նորից, էսի իմ կոմպիլյատորից էլ, էլի 0.1, մի հատ էլ փորձենք ու դրանով վերջ։ Հիմա սրանով վերջացնում ենք այն ինչ կցանկանայի ձեզ տալ հեշտացրած իր դիֆուզիոն օպերատորով, իր ֆազային, այսպիսի մինուս շեշտման տեխնոլոգիայով լավ լուծումները մաքսիմիզացնելով ամպլիտուդը տեխնոլոգիայով եւ 2 կյուբիտով ես ներկայացրեցի գրովերի փնտրման ալգորիթմը շսորտավորված տվյալների ավելի վատ բազա է, էլի։ Սա հիմա միատօրինակ տնային եմ հիմնականում տալիս եւ սրա բացատրությունը հիմա չեմ տա, շատ հեշտ է լինելու ձեզ համար։ 3 կյուբիտ վերցնենք, բայց ֆորմուլայում մի քիչ առաջ վերև ասացի, հիմա չեմ ուզում խորանալ։ Այս ֆորմուլայով, որ մի քիչ առաջ, այս ֆորմուլայով մեզ պետքա գրովերը թիվը կրկնությունը 2 անգամ գրովերը կրկնվի, որտեղ այս ֆորմուլան ասում է, որ ստացվում է այսքան։ Շո 3-ը 8 վիճակ է տալիս եւ ֆորմուլան ասում է, որ 1 ռեզալտի դեպքում, 1 արդյունքի դեպքում դուք պարտավոր եք ու մենք դա կանենք։ Խնդրեմ, ծրագիրը չեմ բացատրում։ Վերցրած է x-ը, այսինքն նախնական վիճակում շրջել եմ 1 եմ ստեղծել, հետո սարքել եմ CCZ-ը, որը որ 3 կյուբիտի համար է entangle սարքում, այսինքն ապահովում է զուգահեռությունը, եւ շրջել եմ էլի 1, այսինքն ես 1-1-1-ի կամ այսպես ասած դարձնում ենք 1-1, հետո էլի հետ ենք բերում։ Ինչու համար, որտեվ կարճած այս տարբերակը մի քիչ առաջ ասեցի, եթե նախնական մուտքը ուզում եք, այս եռյակի կոմբինացիայով դուք կարող եք ստանալ։ Հիմա ես պետքա փնտրեմ 1-0-1 վիճակը, դիֆուզիոնը առանձնացված է, ավելի լավ է ծրագիրը գրած, կկարդաք կոմենտները, Grover once մի անգամ grover ենք անում, բայց տեսեք grover once-ը մի անգամ անելուց հետո ինքը պետքա տեսեք 2 անգամ for է կատարում, այսինքն 1-ից 2 անգամ 3 կյուբիտները մեծացնում ենք վիճակի հավանականությունը եւ parza չափում ենք կյուբիտները, այսինքն 2 grover-ը անցնում, տեսեք for-ը for-ի նման է, 1-ից 2, 2 հատ, չեմ խորանում այստեղ, ուղակի parza entry point-ը անում ենք 100 անգամ թող փորձարկի 2 grover-ի օգտագործմամբ եւ տոկոս ենք ստանում 3 կյուբիտից հետո ինքը ահագին մեծ տոկոս պետքա լինի։ Ահա grover-ը կգտնի իր հավանականայինը եւ դուք այստեղ տեսնում եք, որ նա հավանականային է։ Ինչ տվեց, մի ռադյան, խնդրեմ 92%-ով 100 անգամ 92%-անոց արդյունք, դուք արդեն առաջ անգամ տեսաք, որ տոկոսի հետ գործ ունեք։ Ոչինչ, այդպես լինում է։ Grover-ը 93%, ալգորիթմը տնային է տրվում, ալգորիթմը չի մտնում, որ ես հենց հիմա բացատրեմ, որովհետև ինքը հեշտ բացատրելի չի եւ հեշտ ընկալելի, մոտավորապես 92-ից 97% արդյունք սա բարձր արդյունք է, եթե կիրառենք ուրիշ մեխանիզմներ կամ մեծ չափերով ուրիշ կարճած ավելի ուժեղացնենք մեր լավ լուծումները, ինքը կհասնի այն լուծմանը, որը որ մենք կցանկանայինք տեսնել։ Այսպիսով ստացվեց, որ դիֆուզիոն օպերատորը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք լավ լուծումները ուժեղացնենք, այսպիսի անուն մենք ստացել ենք ամպլիտուդը մաքսիմիզացվի, մեծացվի, լավ լուծումները մենք կարողանանք, այսինքն մեզ պատկանող լուծումներ ուժեղացնենք, ոչ ցանկալի լուծումները մարենք։